Շատ լավ, տարբերվող կարծիք պարոն Գևորգյան ունեք, պարոն Պողոսյան, նախագահ դատավորի բացահայտ, նստերի կարգավորի բացահայտ, հանրային մեղադրողի բացահայտ, պարոնից ազատելու հիմքեր ձեզ հայտնի են մյուս մասնակիցները։ Պատվարժան դատարան նախագահի գործողությունների համար հաշվի առնելով քրեական դատավարության օրենքի 277 հոդվածի ուղիղ չնշված ակտի գործողությունը, որ ցանկացած ժամանակ մեղադրող այդպիսի իրավունքով կոչված է, ես իմ դիրքորոշումների առումով տարբերվում է, ձեր գործողություններով անհամազն օբյեկտիվ դիտորդի մոտ տպավորություն ենք ստեղծում, որ այս վարույթը գոնե առհավետ կենտրոնի վայրի խնդիր մեկ, այնինչ եթե առաջնորդվեի քրեական դատավարության օրենսգրքի 277-րդ հոդվածով եւ 39-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, որը որ ձեր կողմից այսպես ասած ամեն կերպ անտեսանելիության մատնվեց, որը որ սահմանում էր այդ գործողությունը կատարելու սկզբնափուլը, իսկ քրեական դատավարության օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասը վերջնափուլը, դուք սկզբնափուլը ամեն կերպ ուշադրություն չդարձրեցիք այդ հանգամանքին եւ իմ տպավորություն կա, որ այս առումով առնվազն դուք մեղադրանքի կողմի դիրքորոշումների համահունչ եւ այս վարույթը կենտրոնի պահելու խնդիր եք լուծում, բայց ամեն դեպքում արձանագրման համար որպես նաեւ առաքություն ձեր գործողությունների հիմնականությունների կապված բացած չեմ ներկայացնում դատարանին չունեմ նաև դատական նիստերի քարտուղարի բացակի միջնորդություն, սակայն հանրային մեղադրողի բացակի միջնորդություն ունեմ։ Ես նախորդ դատական նիստիների հայտնել, որ 12:00-ին ծանրացավության գործով ես անում եմ երկու մեղադրյալներից մեկի պաշտպանը, հիմա սպասում եմ, բայց ես փորձեմ այդ բացակը ներկայացնեմ ու հետո արդեն մյուս միջնորդության պատվարժան դատարան դիմելով ձեզ, ես բացակի մատնում եմ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը։ Ձեր վարորդում եք հմուտ թիվ ՀԿԴ 01-72-01-24 քրեական գործը, որի նախաքննական համարը եղել է 622-022-0։ Սույն քրեական գործով դատարանի հայտարարությամբ որպես հանրային մեղադրող մասնակցում է Հայկ Արմենի Հովհաննիսյանը։ Ընդ որում թիվ ՀԿԴ 01-72-01-24 քրեական գործով նախաքննության ընթացքում Պատուկ քննչական ծառայության պետի կողմից 01-08-2018 թվականին որոշում է կայացվել թիվ 622-026-08 քրեական գործի նախաքննություն իրականացնող քննչական խմբով, որի կազմի մեջ ընդգրկվել է նաև Հայկ Արմենի Հովհաննիսյանը եւ ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։ Ես ճիշտ գիտեմ, չէ՞ պարոն Հովհաննիսյան, որ դուք եղել եք քննչական խմբի քննիչ։ Ընդ որում թվականը 01-08-2018 թվականի որոշումն է Սասուն Խաչատրյանի, որով որ քննչական խմբի կազմում ընդգրկվել է նաև պարոն Հովհաննիսյանը։ Որոշումը գտնվում է հատուկ 19 գործթերթ 2 ըստ ցուցակի 255-257 ըստ ցուցակի, բայց այնտեղ 6 թիվը փաստաթղթի վրա իրականում չի կարողանում հասկանալ փաստաթղթում է քննչական խմբի անդամ։ Գտնում եմ, որ Հայկ Հովհաննիսյանը չի կարող մասնակցել սույն գործով վարույթին հետևյալ պատճառաբանությամբ։ Քրեական դատավարությունում նախաքննությունն ու մեղադրանքի պաշտպանությունը տաղանդատված է։ Դա արդար դատաքննության սահմաններից է, որը երաշխավորված է մարդու իրավունքների և հիմնավոր ազատությունների պաշտպանության մասին և օրվական կոնվենցիայով։ Որևէ դեպքում թույլատրելի չէ երկու տաղանդատված իրավասությունների մեկտեղումը։ Ճիշտ է, դրա դեպքում խոսքը գնում է այն մասին, որ նախաքննության և մեղադրանքի պաշտպանության համար պետք է ստեղծված լինեն տարբեր մարմիններ, սակայն հենց այդ տարանջատման նախատեսումը վկայում է այն մասին, որ նախաքննությունը պետք է հակակշռի մեղադրանքի պաշտպանությունը եւ որ մեղադրանքի պաշտպանության եւ նախաքննության սերտաճումը կամ նույնացումը կարող է հանգեցնել ամենաթողության։ Կստացվի մի իրավիճակ, երբ հսկող դատախազը կամ մեղադրանքը պաշտպանող դատախազը իրականացած լինելով նաեւ նախաքննության գործառույթները կամ թե ակամա երբևէ չի կարող հակադրվել նախաքննության փուլում դրսևորված վարքագծին,
չի կարող գնահատականներ տալ իր գործողություններին, որպես նախաքննական գործառույթ իրականացված սուբյեկտ։ Ընդ որում, պատվարժան դատարան ես դատարանի ուշադրությունը հրավիրում այն անգամանքերով, որ պարոն Հովհաննիսյանը սույն վարույթով նախաքննական նորմի անդամ հանդիսացել է այդ նկարագրական ենք անում է 18 թվականի փոփոխություններից հետո, էլի 2012 գործի քննությունը իրականացվել է հենց այս ուղղվածությամբ։ Նույն իրավիճակն է առաջանում նաև այն դեպքերում, երբ օպերատիվ հետախուզական գործունեությունը, հետաքննությունը և նախաքննությունը իրականացնում են նույն մարմինը։ Այդպիսի պայմաններում ուղղակի չի կարող խոսք գնալ անկողմնակալության մասին։ Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ միևնույն մարմնի կազմի գործով կամ նույն անձի կողմից իրականացվող նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալներ, որոնք գնահատելով բավարար անձի մեղադրանք է առաջադրվել, նույն սուբյեկտի կողմից գնահատվում են ոչ բավարար քրեական գործը վերադարձել եզրակացության դատարանի ուղարկելու կամ դատարանի մեղադրանքը պաշտպանելու համար։ Ընդ որում պարոն Հովհաննիսյանը այս գործի առանձնահատկությունից ելնելով նշեց, որ դատախազի և քննիչի լիազորությունները տարբեր են, այդ իսկ պատճառով մեղադրական եզրակացության առաջադրվող պահանջները որպես քննիչ չէր կարող ինքը իրացնել և այդ պարագայում ստացվում է, որ պարոն Հովհաննիսյանը այս գործով իրականացրել է նախաքննություն։ Որքան էլ վերևուրյան պահանջները վերաբերում են առհասարակ նախաքննության մեղադրանքի պաշտպանությունը իրականացնող առանձնահատկությունների ստեղծմանը, այնուամենայնիվ դրանց նպատակների բացահայտումը հանգեցնում է նրան, որ այդ մարմինների անկողմնակալությունն ապահովելու համար պետք է դրանք դրվի իրարից անկախ, տարանջատված և նույնիսկ հակակշռող լինեն։ Հակառակ դեպքում իրականացնելով նախաքննություն, հետո դատարանում պաշտպանելով մեղադրանքը օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված ստիպված է լինելու ամեն գնով շտկելու, վստահեցնելու, ամեն գնով չընդունելու իր դատավարական խախտումները, մինչդեռ բազմիցս իրավիճակները և մեղադրանքը պաշտպանող դատախազը հաշվի առնելով նախաքննական մարմնի թույլ տված խախտումները, օրինակ հրաժարվել է մեղադրանքից կամ առանձին ապացույցից։ Տվյալ դեպքում թիվ 622-026 քրեական գործով նախաքննությունը իրականացած քննիչ Հայկ Հովհաննիսյանը ստանձնելով նաև դատարանում մեղադրանքի պաշտպանությունը չի կարող բավարարել անկողմնակալության չափանիշներին և հենց այդ պատճառով չի կարող մասնակցել տվյալ վարույթին որպես հանրային մեղադրանք։ Նման հնարավորություն քրեական դատավարության նզիրքը չի ընձեռում։ Ընդ որում, դա կողմնակալության այնպիսի բացահայտ ու հստակ դրսևորում է, որի պայմաններում օրենսգիրը նույնիսկ հարկ չի համարել կողմնակալության արգելքից բացի այդպիսի պրիմիտիվ արգելք սահմանելու։ Եթե համեմատականներ անցկացնենք դատավորի բացակի հիմքերի հետ, ապա պետք է արձանագրենք, որ նույն գործով նախաքննության կատարումը կամ մեղադրանքի պաշտպանությունը որպես արգելք սահմանված չէ նույն գործով նախագահող դատավոր հանդես գալու համար, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան ուղղակի լինել չի կարող և օրենսգիրը ելել է ողջամտության, այլ ոչ թե աբսուրդի կամ խաղարկածից։ Այսինքն այդպիսի կոնկրետ արգելք չկա նախատեսված, բայց նույն արգելքը չկա դատավորի համար։ Հիմա մենք բոլորս դուք որպես դատավոր պատկերացնեք մի իրավիճակ, երբ որ մի գործով մասնակցել եք որպես դատախազ, քննիչ կամ փաստաբան ու այդ գործով ստիպված լինեք դատական ակտիվացիա։ Բացառում որպեսզի որ այդպիսի հնարավորություն ձեզ կընձեռնվի։ Այդ իրավիճակն այնքան հայտնի կողմնակալության դրսևորում է, որի պայմաններում բավարար է հենց միայն անկողմնակալության հիմքով նման դեպքերը բացառելու հնարավորությունը։ Ինչ վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածին, որը սահմանում է արգելքի բացակայություն, կնշեմ, որ դա չի վերաբերում նույն քննիչի կողմից նախաքննության կատարման կամ դատարանում մեղադրանքը պաշտպանելու հնարավորությանը։ Այսպես, քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն համապատասխան վարորդին նախկինում որպես քննիչ քննչական մարմնի ղեկավար հետաքննիչ կամ հետաքննության մարմնի հետ մասնակցելով տվյալ վարորդին որպես հանրային մասնակից, նրանց հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ։ Տվյալ դեպքում խոսքը գնում է որպես վարորդի հանրային մասնակից հետագա մասնակցության արգելքի մասին, այլ ոչ թե դատարանում որպես կողմ, մինչդեռ դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը ոչ թե վարորդի հանրային մասնակից է, այլ կողմ։ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, որը տալիս է օրենքում կիրառված հասկացությունների մեկնաբանությունը, սահմանում է, որ վարորդի հանրային մասնակիցները
Դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պետը, հետաքննիչը։ Ես դատարանի ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքի վրա, որ այստեղ խոսք չի լինում հանրային մեղադրողի մասին։ Խոսքը տևում է դատախազի մասին, ով դատախազական լիազորությունները իրականացնում է վարույթի նախաքննության ընթացքում։ Վարույթի մասնավոր մասնակիցներն են մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, ուժողը, դուքերին պատասխանողը, ուժողի և դուքերին պատասխանողի օրինական ներկայացուցիչը, լիազոր ներկայացուցիչը։ Իսկ արդեն 15-րդ կետով սահմանված է, որ կողմներն են դատական վարույթի հակավին շահեր ներկայացնող մասնակիցները, ընդ որում մեղադրանքի կողմում դատական վարույթին մասնակցող դատախազն է, քննիչը, ուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչը։ Ակնհայտ է, որ դատախազը վարույթի հանրային մասնակից է բացառապես միջդատական վարույթում, իսկ դատական վարույթին մասնակցող դատախազը համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետի մեղադրանքի կողմ է, այլ ոչ թե վարույթի հանրային մասնակից։ Այսինքն ակնհայտ և աներկբա է, որ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված արգելքի բացակայությունը վերաբերում է ոչ թե դատական վարույթին մասնակցող դատախազին, այլ վարույթի հանրային մասնակցին, որը բացառապես միջդատական վարույթում հանդիսացող դատախազն է։ Դա միանշանակ է ներդրում։ Դա հաստատում է նաև այն փաստը, որ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ մասում, որն ամբողջությամբ նվիրված է դատական վարույթին, որևէ հիշատակում չկա վարույթի հանրային մասնակցի մասին։ Դատական վարույթին վերաբերող քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ գլխին հաջորդող հոդվածում դատական վարույթին մասնակցող դատախազը որևէ կերպ չի համարվում վարույթի հանրային մասնակից, այլ հանրային մեղադրող։ Դրա մասին են խոսում նաև օրենսդրական կարգավորումները։ Տեսեք, 67-րդ հոդվածը այդ արգելքը սահմանում է հանրային մասնակիցների հետ կապված։ Մեր դեպքում օրենսդիրը հանրային մասնակից եսույթը օգտագործում է միայն միջդատական վարույթում դատախազի վերաբերյալ։ Որովհետև գործը, երբ որ գնաց դատարան, արդեն կոչվում է հանրային մեղադրող և դատավարության մեղադրանքի կողմն է հանդիսանում։ Իսկ այդ դեպքում վարույթի հանրային մասնակից չի հանդիսանում։ Ինչ։ Դատարանում դատախազը վարույթի հանրային մասնակից չի հանդիսանում։ Դրա լուծումը տրված է պատվարժան դատարան։ Վարույթի հանրային մասնակիցը 6-րդ հոդված։ Այո, 10-րդ կետի դատախազ, վարույթի հանրային մասնակիցը դատախազ քննիչ քննչական մարմնի հիմա դատախազը դատարանում հանրային մեղադրանքի պաշտպան։ Հենց այդ նկատառումից ելնելով օրենսդիրը տարանջատում է 67-րդ հոդվածի արգելքի բացակայությունը վերաբերում է հանրային մասնակցին։ Որևէ տեղ քրեական օրենսգրքում, ես դա եք հենց ասում, 33-րդ հոդվածում դատական վարույթին վերաբերում չեք հանդիպի դատախազ տերմինը նշված։ Հանրային մեղադրող է նշված։ Դատական վարույթին դատախազը մասնակցող դատախազը որևէ կերպ, ես հենց դա էի ասում, չի համարվում վարույթի հանրային մասնակից, այլ հանրային մեղադրող է հանդիսանում։ Ուստի համապատասխան վարույթին նախկինում որպես քննիչ մասնակցել է, տվյալ գործով դատական վարույթին որպես հանրային մեղադրող դատախազ մասնակցելու ուղիղ և հստակ արգելք, քանի որ որևէ կերպ չի կարող հաղթահարված համարվել որպես մեղադրանքի կողմ դատախազի անկողմնակալ լինելու կամ այդպիսին երևալու ինտերակտիվ պահանջ է։ Նաև թվարկենք, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել սույն գործով նախաքննություն իրականացնող անձի մասնակցությանը վարույթին որպես հանրային մեղադրող։ Ինչպես արդեն ակնհայտ է, պաշտպանության կողմից վիճարկվում է նախաքննություն իրականացած քննչական մարմնի գործողությունները։ Քրեական դատավարության օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն այն դեպքում, երբ իրեն ապացույցի, ապացուցողական կամ վարույթային այլ գործողության արձանագրության կամ արտահայտության փաստաթղթերի կողմը վիճարկում է դրա թույլատրելիությունը կամ դատարանն ունի հիմնավոր կասկածներ համապատասխան ապացույցի հավաստիության վերաբերյալ, ապա դատարանի որոշմամբ այդ ապացույցը ձեռք բերած կազմած անձը կարող է արձակնության վերաբերվել և արձակվել վկայի համար սահմանված կանոններով։ Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է այն դեպքում, երբ առկայություն հոդվածի 4-րդ մասով նշված ապացույցների ձեռքբերման կամ անհրաժեշտության ընթացակարգի բարելավելու խախտում, տվյալ ապացույցը չի կարող օգտագործվել առանց այն ձեռք բերած կամ կազմած անձի արձակնության։ Այսինքն մեր կողմից արդեն իսկ բարձրացած հարցերից կապված ապացույցների թույլատրելիության և այլնի հետ կապված դրանց ձեռքբերման և բարելավման ընթացակարգի առավելություն խախտումների վերաբերյալ խոսել։
ակնհայտ է, որ անհրաժեշտություն է առաջանալու հարձակվելու այն ձեռք բերած կամ կազմած անձին, հակառակ դեպքում այդ ապացույցը չի կարող օգտագործել։ Քանի որ սույն գործով ապացույցները ձեռք բերած անձը նաև ստանձնել է սույն գործով հանրային մեղադրողի պարտականությունը եւ սույն քրեական գործով մեղադրանքի պաշտպանությանը ներգրաված է Հայկ Հովհաննիսյանը, ըստ դատարանը հնարավորություն չի ունենալու հարձակումներ վերջինիս, որովհետեւ մեղադրող դատախազին հանրային մեղադրողին վկայի կանոնով հարձակումելու հնարավորություն ուղղակի սահմանված չէ։ Մենք հիմնական դատարանների փուլում, եթե պարոն Հովհաննիսյանը ունած խնդիր ենք ունենալ։ Եթե մի ապացույց վիճակենք պարոն Հովհաննիսյանը ճոք կարծիք հայտնի, մենք չենք հասկանում, որ վերջին ցուցմունք է տալի, թե դիրքորոշում անում ապացույցի կապված։ Իրականում պրոբլեմա դա պատվաճան ու անընդհատ այդ հարցը մենք բարձրաձայնելու ենք։ Պարոն Հովհաննիսյան, դուք ցուցմունք եք տալիս, այս պահին, որպես վարույթ ներկայացնող մարմնի ներկայացուցիչ, քննչական մարմնի ներկայացուցիչ, թե այս պահին դուք հանդես եք գալիս որպես հանրային մեղադրող, այդ պարագայում մենք չենք կարող ձեզ լսել։ Ավելին դատական վարույթի իմաստուն նշանակությունը հենց միջդատական վարույթում քննիչի հավաքած ապացույցների ու քննիչի գործողությունների դատավարական եւ ընթացակարգային առումով վիճարկումն է, որի ընթացքում իր ուրույն դեր ունի դատախազը, քանի որ նրան նույնպես վերապահված է դատավարական ու ընթացակարգային խախտումների առարկայության դեպքում ապացույցների անթույլատրելիության, ըստ էության փաստման հնարավորությունը տվյալ ապացույցների ծավալից անելու եղանակով կամ այլ եղանակով, մինչդեռ վիճարկվող ապացույցը ձեռք բերած անձը ակնհայտ է, որ երբևէ չի կարող օբյեկտիվ ու անկողմնակալ վերաբերում ցուցադրել ապացույցի գնահատմանը առնվազն թույլատրելիության տեսանկյունից։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, օրինակ, ինչ-որ վկայի հարձակումությունն է տեղի ունենում, մենք վիճակում ենք, ասում ենք, պարոն Հովհաննիսյանը սխալ է հարձակվում, խնդրում էլի, այս քրեական գործունեությունը պատվաճան։ Այս վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը անթույլատրելի է, որովհետև քննիչը այսինչ խախտումներ է արել, պարոն Հովհաննիսյանն ասի, գիտեք ինչ կներեք հայոց լավ քննիչ չէ, բացառված է այդ իրավիճակը, օբյեկտիվորեն բացառված է պատվաճան։ Մի քիչ առաջ անցնելով նշեմ, այս քրեական գործում, երբ որ 18 թվականին գնացել էր քրեական գործի դատարան, նաև առանձին միջնորդություն ենք ներկայացրել քրեական վարույթի բոլոր նյութերը դատարանին ներկայացնելու, որտեղ այնտեղ ծախակալ են կատարել, 90-60 նույնիսկ ցուցակներ կան, հատորներ կան, որոնց ցուցակները հաստատել է պարոն Հովհաննիսյանը, 7-րդ հատորը, 10-րդ հատորը, 12-րդ հատորը պարոն Հովհաննիսյանն է։ Այդ ցուցակները։ Քրեական գործով կարող են լինել վկաներ կամ վարույթային ես երկրորդ հանգամանքի ուզում, երկրորդ հանգամանքի վերագիծում դատարանի ուշադրություն հրավիրել։ Քրեական գործով կարող են լինել վկաներ կամ վարույթային օժանդակող այլ անձիկ, ովքեր կարող են տեղեկություններ հայտնել քննիչների կողմից թույլ տված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես այս կամ այն հանգամանքը չարձանագրելու այն ժամանակ հիշում ենք, այդ տեսանկարահանման հարցաքննությունները տեղի չէր ունենում, տեղի ունենում գրավոր արձանագրում քննիչի կողմից, մենք չի կարող բացառել, վկաներից կարող է մարդիկ գան, որ ասեն, ես այս բանը քննիչին ասել եմ, չի արձանագրել, ես այս բանը ներկայացրել եմ, չի արձանագրվել եւ այլն։ Ինչը արարելու քննիչի կողմից թույլ տված ապօրինություն է, կամ թերի արձանագրել, սխալ արձանագրելու հետ կապված հարցեր կարող են լինել։ Ես չեմ պատկերացնում դատական վարույթի ընթացքում վարույթին օժանդակող անձանց օբյեկտիվ վարքագիծ այն պայմաններում, երբ դատարանում մեղադրանքը պաշտպանում է հենց այն անձը, ում գործողությունների ապօրինության վերաբերյալ վարույթին օժանդակող անձին կարող են տեղեկություններ հայտնել։ Հիմա այդ անձին կան հարցականում, դրանք այն քննիչը, որ 18 թվականին իրենց հարցականում են, հիմա դատախազի համազգեստով նստած է։ Ինչքան հավանականությունը, որ կասեն, որ ցանկի դատախազ, այն ժամանակ լավ չի արձանագրում, էլի։ Եվ մեզ համար հասկանալի է, որ Հայկ Հովհաննիսյանը ներգրավել է որպես հանրային մեղադրող հենց նման իրավիճակները կանխելու նպատակով, բայց չեմ կարծում, որ դատարանը կհայտնվի մեղադրանքի կողմում եւ թույլ կտա։